Eso more cenzura do sa, tasto pilsa, chapel pulsa, eso more cenzura do sa, tasto pilsa, chapel pulsa, Բարև ձեզ բարեկամներ, եթերում նորից Ղդիկ շոուն է։ Մի խոսքով, գնացինք առաջ։ Ուրեմն սենց մի հատ իրավիճակ, որտեղ խոսում է կնգա լոգիկան։ Մասուսիկ որտեղ կուզեիր ապրեիր։ Ասում է կարևոր չի որտեղ, կարևորը ում հետ։ Ասում է լավ ում հետ, ասում է նայած որտեղ։ Անգերուհին զանգում է, անգերուհուն ասում է Անուլ, ինձ թվում է ավտոյի սվեչաների մեջ ջուր է լցվում։ Ասում է քիսո, դու գոնե գիտես որտեղ են սվեչաները։ Ասում է հա, ավտոյի մեջ։ Ասում է բա ինչի՞ եզրակացրի, որ սվեչաների մեջ ջուր է լցվում։ Ասում է աղջի, որովհետև ավտոյով ընկել եմ կանալը։ Ասում է կինը երբեք չգիտի ինչ է ուզում ինքը, բայց մինչև իր ուզած ինչը հասնի, չի հանգստանա։ Այս հարևանուհին մյուս հարևանուհուն ասում է աղջի ասում է, նոր մարդը սխալմը պարացետամոլ խմեց, ինչ անեմ։ Ասում է մի քիչ ներվայնացրե, թող գլուխը ցավա, որ դեղը անիմաստ չկորի։ Ասում է, երբ կինը որոշում է վրեժ խնդիր լինել, այդ ժամանակ դաժե սատանան է նստում ու նայում, որ սովորի ձևերը։ Համակարգչի էկրանը այն պարագայում, երբ աղջիկը ինստիտուտում պիտի թեզ հանձնի։ Թեզ համար 2, գրողի տարած թեզ, ուղղած թեզ, վերջնական, ամենավերջին, հաստատ վերջին, հուսամ վերջին, ընձի դիպլոմ պետք չի։ Տղամարդը երբ հարբած գիշերվա ժամը 1000-ին մտնում է տուն, մոտավոր տեսնում է այս պատկերը։ Կնիկ չհաչասը, սենց էլ ես վախենալու։ Սաղջիկա ծնունդի օրը ոբշում տղեն աղջիկան պաչում է, սաղջիկա ասում է, վաղո ջան, եթե ինձ մի անգամ էլ պաչես, ես սնդմիշտ ու հավիտյան քոնը կլնեմ։ Վաղո ֆռում ասում է, ցավդ տանեմ աբրես, որ զգուշացրիր։ Երկու հարևանուհի խոսում են, ես մեկը մեկին ասում է, աղջի, խիեր մարդս գիշերը ձեր տնից դուրս գալիս։ Ասում է, դե ուզում էի տենամ իմ ու քո մարդու մեջ տարբերություն կա։ Աղջի ինձի հարցներ ես կասեի։ Ստանեն աղջկան մոտիկանում ասում է, գեղեցկուհի, ձեր սիրտը զբաղված է։ Ասում է, հա, հավատա, ասեր գցելու տեղ չկա։ Այս կնիկը մարդուն ասում է, լսի այ մարդ, դու գիտես ինչքան բանն ենք կառնենք, եթե դու այդ ծխելդ ու խմելդ թարգեիր, ասում է, հա, կնիկ, քեզի լիքը բան կառնենք, իսկ ինձ մենակ նասկի ու թաշկինակ։ Դատա գնում ես դատավոր ասում է, տիկին, քանի անգամ եք դավաճանել ձեր ամուսնուն։ Կնիկը ֆռում ասում է, հարգելի դատավոր, ես այստեղ եկել եմ բաժանվելու համար, ոչ թե գլուխ գովալու։ Այս կնիկը գիշերվա կեսին զանգում է մարդուն, ասում է, էդ ուր ես։ Ասում է, կնիկ լավ էլի պռոբկի մեջ եմ մնացել։ Ասում է, դու գոնե հասկանում ես գիշերը ժամը 3-ին ինչ պռոբկա, եթ իմանտ է, դե հələ սիգնալ դու լսեմ։ Երկու հոգի իլնում են ոբշում, երեխատեր, մեկի մարդն է մահացած ըլլում, մեկի կնիկն է մահացած ըլլում, այդպես որոշում են իրար հետ ամուսնանան, ապրեն, ամուսնանում են, իրանք էլ իրանց երեխեքն են ունենում, բան։ Մի օր այս կնիկը վազելով գալիս է տուն, մարդուն գոռում, այ մարդ, հələ մենակ հələ դու ստենաս ինչ է կատարվում։ Ասում է, ինչ է կատարվում, կնիկ։ Ասում է, իմ երեխեքը ու քո երեխեքը մեր երեխեքին ծեծում են։ Մի խոսքով այսքանը, չենք մոռանում բաժանորդագրվել ու չենք մոռանում սեղմել լայք։ Հաջողություն։